Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ ու եկավ այն հատվածն ու ժամանակը, որի շնորհիվ մենք այն պահը եկավ, որ մենք ուրախանում ենք, ժպտում ենք, այսինքն եկել է խոհանոցային հատվածը։ Ուրախանում ենք, ժպտում ենք, աշխատում են բոլոր ռեցեպտորները, հոտի, համի։ Այո։ Իսկ մենք ունենք այսօր հյուր։ Ես շտապ եմ ներկայացնել, Սարգիսն է խոհարար եկել, բարև Սարգիս։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ես տեսնել մեր տաղավարում, միանգամից կասես ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր շատ հետաքրքիր տոստ ենք պատրաստելու, առավոտյան նախաճաշ։ Իհարկե այս տոստը ես նոր եմ մտածել, դեռևս չեմ պատրաստել եւ չեմ կիրառել, բայց հուսամ շատ համեղ է լինելու, դուք եք փորձելու եւ ասեք։ Փորձն է եւ կիրառությունը թե դեռևս երբեք չեմ պատրաստել, մտածել եմ ինչ պետք է պատրաստեմ եւ այսօր պատրաստելու ենք այդպես։ Դրա համար մի փոքր ներկայացնեմ, պատրաստեմ, վերջացնեմ, արդեն կփորձեք ու կասեք ինչպես է լինելու։ Պատրաստելու ենք ավոկադոյով, թարխունով խաղողով տոստ եւ այծի պանիր իհարկե։ Շատ հետաքրքիր բաղադրիչներ եմ ընտրել տոստի համար։ Մեզ անհրաժեշտ է լինելու տոստի հաց, մի փոքր տոստարած։ Մենք առնվազն երջանիկ ենք հենց հիմա։ Այո, եւ շատ հետաքրքիր համադրություններ են, իհարկե փոքր-ինչ խանգարում է ինձ սոխը, բայց դա նախասիրության հարց է, ուշադրություն մի դարձրեք։ Սոխի շանգար ենք օգտագործելու հիմնական ավոկադոյի հետ կամ սալսա վիճակում կամ գուակամոլե վիճակում։ Դրա համար սոխի համը շատ քիչ է զգացվելու։ Մենք նաեւ ունենք լայմ, որ շատ չափով քողարկում է սոխի համը, դրա համար կարող եք հանգիստ լինել սոխի հետ կապված։ Ես խնդիր չունեմ սոխի հետ, ես ավելին ասեմ, ես առաջարկում եմ նույնիսկ սխտոր ավելացնել մի փոքր։ Սխտոր ես էլ եմ շատ սիրում։ Համեղ ուտելու համար պետք է մի քիչ զողողություններ լինի։ Համը դիք չի գալիս։ Այսպես մի փոքր հացերը մեր տոստանեմ։ Մինչ հացերը տոստանեմ, ես մի փոքր պատմեմ ինչ բաղադրիչներ եմ ընտրել։ Ընտրել եմ համեմ սոխ, ավոկադո, լայմ, այծի պանիր, կրեմ պանիր, թարխուն, խաղող, քացախ եւ դդմի կորիզներ։ Շատ վիտամիններով հագեցած նախաճաշ է լինելու, շատ։ Եվ հետաքրքիր համերի համադրություն է։ Մի փոքր մեքսիկական համեր, մի փոքր իտալա, իսպանական եւ հայկական նաեւ, ասեմ։ Եվ հետո չմոռանանք, որ շատ օգտակար է։ Այո։ Ու նաեւ վստահ ենք, որ շատ համեղ է լինելու։ Հիմա սկսենք պատրաստել մեր տոստը։ Ինչ արեցինք, մենք հացերը տաքացրեցինք։ Հացերը արդեն տոստ արեցի, ես հիմա վերցնում եմ ավոկադոն։ Իսկ հասած է ավոկադոն։ Այո, ավոկադոն հասած ավոկադո է։ Ինչպես կարելի է տեսքից հասկանալ ավոկադոն հասած է թե չէ։ Այսպես նայեք, քանի չեմ սկսել մշակել, մի փոքր ներկայացնեմ, շատ կարևոր է որ ընտրել լավ ու ճիշտ ավոկադո, դրա համար պետք է երկու գործոն։ Առաջինը տեսնենք, որ ավոկադոն փափկություն ունի, որ այսպես նայեք, ես սխմում եմ, ավոկադոն փափուկ է։ Հիմա ես առանց կտրել, նայեք ինչ ավոկադո ունենք այստեղ, նայեք գույնը ավոկադոյի։ Եվ երկրորդ կարևոր փաստը, երբ որ ընտրում ենք ավոկադոն, տեսնեմ, այս մեկն էլ եմ ես բացել, քանի որ տեսնենք տակը ոնց է։ Հանում ենք իր կեղևի, որտեղ որ կպած է ծառին փուճուր փայտը, եւ տակը տեսնում ենք, եթե ավոկադոն ունի այսպես ֆոսֆորի գույն եւ փափուկ է, всё, դա իդեալական ուտելու ավոկադո է այդ պահին։ Եթե ավոկադոն լինում է չոր, ձիգ, բայց այստեղ ֆոսֆոր, դա պետք է դեռ հասունանա։ Եթե ավոկադոն լինում է փափուկ եւ բացում ենք մի փոքր սև է կամ անգամ լինում է որ բորբոս է սկսում հավաքվել, ապա դա արդեն անցել է իր ուտելու պետք է դեն փուլեր, այո։ Իսկ ինչ անել, եթե ավոկադո ենք արդեն գնել ու խակ է ավոկադոն, ինչ մենք թողնենք որ շատ տարբեր միջոցներ կան ավոկադոն հասունացնելու համար, որոնցից մեկն են մթերքների հենց գազերը ընտրել, շատ արագ հասունացման միջոց է։ Օրինակ կան շատ մթերքներ, որոնք հենց գազ արձակող մթերքներ են, բանանը, սոխը, հիմնական խնձորը, տեսած կլինեք, որ ասում են օրինակ ավոկադոն գցեք խնձորի հետ կամ բանանի հետ կամ չհասած ինչ-որ բաներ պահում են տուփով, բանանի կամ սոխի հետ։ Կամ եթե զգացել եք, երբ որ սառնանում ունեն մեկ բանան, հենց տոպրակով փակված, ցելոֆանով, բացելու դեպքում հոտ է բաց թողում ինչ-որ, եթե զգացեք գազի հոտ է, դա հենց գազարցակող հասունացման գազն է, որը օգնում է հասունանալ այլ մթերքներին։ Դրա համար կան մթերքներ, որ անգամ չի թույլատրվում պահել մեկը մյուսի հետ, որովհետև իրենք փչացնում են։ Օրինակ բանանը ցանկալի է պահել սենյակային
ջերմաստիճանում առանց ինչ որ ծածկոցի, տոպրակի, ուղղակի կարելի է մրգի վազի մեջ դնել խոհանոցում։ Ահա, որովհետև երբ որ սառնանում պահում ես, հանում ես, անմիջապես սևանում է։ Այո, Զարմանում եթե եմ պահեք սենյակային ջերմաստիճանի մեջ առանց փակ տարաների, հավատացեք 5-6 անգամ ավելի երկար կապրի։ Կզգաք դուք ամեն օր տեսնելով կզգաք ինչքան քիչ է սկսում բանանը փչանալ։ Բայց սառնանում 1-2 օրում ցրտից սկսում է սևանալ եւ ինքը իր գազերով սկսում է փչացնել մնացած մթերքները, որոնք սառնանի մեջ են։ Այսպես նայեք, մեր ավոկադոն արդեն կլպեցի։ Ավոկադոյի ընտրության եւ առհասարակ մթերքի ընտրության հետ ես դեռ հարց ունեմ, քանի որ մթերքի խանութներում անընդհատ այդ մթերքին ձեռք տալը ճիշտ բան չի, չէ՞։ Դե տանում ես տուն Իսկ եթե չես կարող առանց ձեռք տալու կողմնորոշվել, որը ընտրես, բա ինչ անենք այդտեղ։ արդարությունը որտեղ է։ Պատկերացրեք, ես գնում եմ ավոկադո եւ գնում եմ արդեն մի 8 հոգի կամ մի 80 հոգի նախորդին որոշել է, որ ավոկադոն գնել եւ բոլորը ձեռք են տվել, ճզմել են, այդ ավոկադոն մեղք չի։ Ավոկադոն Դա այո, կոչվում է մեղք խեղճ է, ավոկադո։ բայց հավատացեք, չհասած ավոկադոն չեն կարող ճզմել, որովհետեւ ինքը կարտոֆիլից ձիգ եւ խիտ է, այո։ Մենք այստեղ ունենք երկրորդ տարբերակը, որ քիչ հասած է ավելի, եթերից հետո մի հատ դուք Դե եթե բանան լինեն, հիմա դնենք բանանի կողքը, թող հասունանա։ Այո, ես արդեն դնելու եմ եթերից հետո մեր բանանի կողքը, որ հասունանա, որ հաջորդ եթերին օգտագործենք մեր ավոկադոն, անգամ այս ավոկադոն, որ ընտրել ենք, նայեք, ինչ որ չափը լավ հասած էր, բայց կեղևի մասը նորից մի փոքր խակ է եղել։ Իսկ քանի օրում է հասունանում, երբ դնում ենք բանանի կամ խնձորի։ Լրիվ խակ վիճակում 48 ժամը բավարար է։ Օ, այդքան շուտ։ Այո, մենք շատ մեծ քանակի ենք օգտագործում ավոկադոն, ու ասեմ ավելին մենք ալխերով ենք հենց սկսում հասունացնել, որովհետև քաղաքում շատ քիչ է լինում, որ հասունացած ավոկադո կարող ենք ձեռք բերել, եւ այդ ընթացքում մենք ալխերով փակում ենք, դնում ենք հասունացման, ժամկետավորում ենք, սկսում ենք բացել, մեջից ոնց է, որ հավի ձվերը հավաքում են, երբ որ հավը սկսում ածի, այդպես հավաքում ենք ավոկադոն հասունացնելուց հետո, այսպես, եւ մի փոքր փաստել ասեմ ավոկադոյի մասին ու շարժվենք առաջ։ Հիմա եթե օգտագործում ենք ավոկադոյի կեսը, մյուս կեսը մնացել է։ Նկատած կլինեք ինչքան արագ սևանում է կամ փչանում է կամ չեն կարողանում պահպանել։ Չնայած նրան, որ մենք լավ ավոկադո ենք ընտրել եւ քիչ է հավանականությունը, որ շուտ կսևանա, բայց ցանկալի է մի փոքր ես օգտագործեցի նաեւ լայմի կեսը։ Հիմա ես իրան կպատեմ լայմով, այնուհետև կարող եք փակել առանձին տարայի մեջ կամ սննդարար տոպրակով փակել, դնել սառնանում։ Եվ այսպես ինքը մի քանի օր կմնա, անգամ 10-15 օր, հենց այս վիճակում։ Եթե զգում եք մի փոքր կարող է երեսը չորանա, առաջի շերտ ուղակի հանում ենք եւ ավոկադոն օգտագործում ենք։ Լայմն է գաղտնիքը։ Լայմ կամ լիմոն, Կամ նոր տանը ավոկադո լինի, 2-3 օր չի մնա։ Այո, Չէ՞։ Կամ 15 օր։ ասենք առաջ։ Առնվազն 1 օր հետո արդեն Ու ասեմ կարելի է ավելի ճիշտ է պահել ավոկադոյի կորիզը հենց մեջը, ուղղակի ես կորիզ արդեն հանեցի, այդ իսկ պատճառով կորիզի մասին չասեցի, ցանկալի է կորիզը պահել, որովհետև կորիզը դեռ սնուցում է ավոկադոյին։ Եթե կորիզը լինում է ավոկադոյի վրա, ավելի երկար պահպանվում է ավոկադոն։ Հիմա համեմն ու սոխը կտրատում ենք հենց ավոկադոյի համար։ Բավականին մեծ քանակի կանանչիներ եմ ընտրել, հենց մեր տոստի 60%-ը գրեթե լինելու է կանանչիները, շատ հետաքրքիր բույրերով եւ տեղ-տեղ իրար հակասող եւ համադրվող համերով, տեսնենք ինչ է ստացվելու։ գրեթե գուակամոլե է։ Գուակամոլե։ Գրեթե։ Դե գուակամոլեի մեջ նաև գլուխ սոխել են, չէ՞։ Հիմնական կարմիր սոխով եւ լայմով են պատրաստում մեքսիկացիները, իրական տարբերակը եւ այլ կանանչիներ չեն ընտրում, բայց մշակման ընթացքում տարիների փոփոխվել է եւ այնտեղ ավելացել է համեմ, ավելացել է սոխ, անգամ տեղեր կա մանգո են արդեն օգտագործում հենց գուակամոլեի մեջ։ Ամեն տարի հետաքրքիր համադրություններով սկսում են նորացնել Դա այցի պանիրն է։ Սա կրեմ պանիրն է, կրեմ պանիրը կսում ենք ավելի աբստրակտ ոճի, որ կողքից երբ որ խոտերը տեղադրենք, գեղեցիկ սպիտակը երևա։ Այծի պանիրը սա է, մեր երկրորդ պանիրը, այստեղ
դա օգտագործելու ենք, երբ որ թարխունով ու խաղողով կզարդարենք մեր տոստը եւ կտեղադրենք տոստի վրա։ Մի փոքր նաեւ ցանկանամ նշեմ ավոկադո, խոսեցինք ավոկադոից հիմնական եւ այն մարդիկ, ովքեր օգտագործում են ավոկադո, հաճախ սկսում են կալորիաներ հաշվարկել։ Այսօր մեր վերցրած բաղադրիչները շատ հարուստ են յուղերով եւ սպիտակուցներով։ Դուք օրինակ հաշվել եք երբևիցե կալորիա գիտեք ոնց են հաշվում կալորիաները օրինակ։ Ինչքան գիտեմ, քաշը եւ բոյը, չէ՞, պետք է բազմապատկում ես իրար։ Չէ, մարդու համար չէ, օրինակ վերցրել ենք մթերք, դուք հակված եք ուտել օրինակ 500 կիլոկալորիա, դրա մասին նշեմ, նայեք, այսպես։ Օրինակ մթերքները ունեն սպիտակուցեր, ածխաջրեր եւ ճարպեր։ Ամեն տարը իր կալորիան է պարունակում։ Օրինակ ճարպը 9 կալորիա է, 1 ճարպը 9 կիլոկալորիա է, սպիտակուցը եւ ածխաջուրը 4 կիլոկալորիաներ են։ Այդպես կարող ենք մենք մեր օրվա ռացիոնը հաշվենք, ավելի հեշտ եթե հաշվարկային ենք էլի սնվելու եւ ավելի գրագետ կալորիաներ։ Չէ, ես եւ ինքն հաշվարկային չենք սնվում։ Մենք սովորաբար Մենք սնվում ենք այն ժամանակ, երբ որ լինում է, երբ որ սոված անում երբ որ ուտելիքը լինում է, այդ ժամանակ էլ։ Թարխունը չենք կտրատում, քանի որ մի փոքր թարխունի պոչերը կոպիտ են, ես մենակ վերցնում եմ տերևները թարխունի։ Այսպես։ Ինչքան եմ սիրում թարխուն։ Թարխուն, իսկ թարխուն թե ռեհան։ Ոյ։ Ես այդ նույն հարցը այն օրը տվել եմ Ռուբենին, իր գործընկեր։ Եվ Ռուբենը շատ հստակ ասաց թարխուն միանշանակ։ Ես ուտում ռեհանա իհարկե, բայց թարխունն էլ է շատ համեղ։ Իրանք տարբերվող Թարխուն։ Այո, մեր ռեժիսորը ինձ հուշում է, որ ռեհանը անպայման պետք է լինի ամառային աղցանի մեջ։ Ռեհանը պիտի լինի կիտրոնով ու աղով։ Ռեհանը պետք է լինի։ Ռեհանն էլ պիտի լինի, բայց թարխուն, իհարկե թարխուն։ Եվ թարխունը հետո Թարխունը հիշեցնում է գարնան շունչը հենց, այո, հենց քանի որ սեզոնային զատիկի Այո։ պրոցեսը, այդ հոտերը, այո, երբ որ թարխունը սկսում է արդեն նորմալ գալ շուկա, այսպես ասեմ, արդեն հոտերից եւ թարխունի արկայությունից ես զգում եմ, որ գարունն է եկել, որ ես անընդհատ մթերքների մեջ եմ եւ մեկ մոռանում եմ ինչ սեզոնա դուրս է, այսպես մթերքներով արդեն սկսում եմ հասկանալ թե ինչ սեզոն ենք մենք հասել։ Այսպես թարխունը արդեն մաքրեցի։ Հիմա խաղը ուղակի երկու կես ենք անում, չենք մանրացնում, որպեսզի համեմելուց շատ չտրորվի։ Բայց պատկերացրեք թարխունի եւ խաղողի համադրություն փորձել եք։ Չեմ հիշում ես ճիշտն ասած, բայց եթե փորձած լինեի, անպայման համը տպավորված կլիներ իմ մեջ, դրա համար այսօր չեմ փորձել։ Այսօր փորձել ենք։ Քանի րոպեից ես անպայման կհայտնվեմ այդտեղ։ Այսպես։ Սկսում ենք հավաքել մեր տոստը։ Այստեղ ունենք խաղողով, թարխունով մեր կանաչիները, ունենք մեր գուակամոլեն։ Հիմա ես վերցնեմ տախտակը եւ սկսենք մատուցումը։ Այսպես։ Խառնում ենք գուակամոլեն։ Հոտերը շատ հարուստ են։ Շատ արագ է պատրաստվում։ Այո, շատ արագ պատրաստվող տոստ է։ Այլ է 5 րոպեում պատրաստել ու լավ նախաճաշել։ Այսպես։ Իհարկե ես հավատում եմ, որ շատ համեղ է լինելու, որովհետև ես իմ մտքում համադրել եմ արդեն տոստը։ Այսպես։ Ավոկադոն կարող ենք նաև սալսայի տեսքով պատրաստել։ Եթե մի փոքր օրինակ տրամադրություն ենք տանը պատրաստելու եւ մեր ավոկադոն դեռ չի հասունացել, կարող ենք սալսայի տեսքով պատրաստել։ Այսպես։ Հիմա համեմում ենք մեր խաղողը եւ թարխունը։ Մի փոքր քացախով։ Աղ շատ չենք օգտագործում, քանի որ այծի պանիրը իր մեջ աղյություն է պարունակում։ Եվ ձեթ։ Թարխունը շատ հետաքրքիր համադրվում է թթվի հետ եւ աղյության հետ։ Տեսած կլինեք կամ
պանիր ուտելուց սովորական անգամ հայկական ոչխարի պանիր կամ լորի պանիր, թարխունը ինչքան հետաքրքիր համ է տալիս այդ պաներին։ Ես սիրում եմ պանիրն ու խաղողը իրար հետ։ Դե դա ձմերուկ պանիր դասական կոմբո է կարելի է ասել։ Ձմերուկ այդքան էլ չեմ սիրում, որովհետև մեջը կորիզներ կան, իսկ ես նյարդայնանում եմ եւ ձմերուկի մեջ կորիզը լինում։ Ինչ։ Պետք է հանեմ ու խաղողի մեջ չկա կորիզը։ փոքրիկ են, դրանք չեն Ընտրելու ենք առանց կորիզը։ Այսպես։ Սիրուն տեղադրում ենք։ Արդեն ես հոտը զգում եմ շատ հետաքրքիր սպეციფიկ տոստ ենք ստացել եւ շատ համեղ։ Եվ շատ գեղեցիկ։ Այո։ Չէ՞։ շատ։ Եվ ամենակարևոր բաղադրիչներից մեկը նախաճաշի համար շատ կարևոր է, որ մեր նախաճաշում լինեն գոնե մի փոքր կորիզների մաս, որովհետև կորիզները շատ հարուստ են յուղերով եւ վիտամիններով։ Ես ընտրել եմ դդմի կորիզ։ Չես փախչի Միկա։ Չես փախչի Այսպես։ կորիզներից։ Չէ, ես միայն ձմերուկի կորիզը չեմ սիրում։ Եվ ամենավերջի բաղադրիչը մեր այծի պանիրը։ Իսկ չենք փակելու։ Չէ, Ինձ թվում է փակելու ենք։ սենդվիչ ենք պատրաստում, տոստ ենք պատրաստում, այսպես։ Կարող ենք նա սենդվիչ անել։ Այծի պանիրը փշրում ենք։ Եվ վերջ։ Շատ գեղեցիկ մի սարքեք, մեր ձեռքը չի գնա դա կապել։ Մենք միևնույն է փչացնելու ենք դա։ Այո, բայց ինչ խոսք, շատ գեղեցիկ տեսք ունի եւ սպეციფიկ համերի համադրության մասին է պատմում, որը արժի փորձել։ Այո։ Ընդամենը 10 րոպե եւ դուք ունենաք շատ առողջ ու հագեցնող նախաճաշ։ Այն նախաճաշերի երևի թե շարքին է դասվում, որ կամ սա փորձելուց հետո միշտ կուտես կամ այլևս երբևէ չես։ Չէ, ուտելու ենք ու ասեմ շատ համեղ կլինի նաեւ երեկոյան իրան ուտել եւ գինու հետ փորձել։ Շատ հետաքրքիր համադրություն է, այո, նաեւ գինու հետ։ Շնորհակալություն Սարգիս, մենք ձեզ էլի ենք սպասում այստեղ, եկեք ու քիսվեք մեզ հետ խոհարարական գաղտնիքներով։ Շնորհակալություն։ Մենք շտապում ենք փորձելու սիրելի հեռուստադիտողներ, իսկ դուք այս ընթացքում վայելեք երաժշտություն, մենք վերադառնում ենք շատ շուտով։